Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փաշինյանը ասել է, եթե վերընտրվի Գյումրիում նոր ընտրություններ են անցկացվելու։ Պարոն նախագահ, իսկ ինչ կլինի, եթե Փաշինյանը պարտվի հանկարծ։ Կարող է արդյոք իրեն վերապահված սահմանադրորեն իրեն վերապահված մեկամսյա ժամկետը օգտագործելով, պարտության դեպքում տարատեսակ մեխանիզմներ կիրառելով նոր համապետական ընտրություններ պարտադրել։ Չեմ կարծում, որ նման ռիսկի ինքը կդիմի, որտեղ այդ ռիսկը հղի է լինելու ասենց հեղափոխական հետևանքներով։ Որտեղ հանրությունը ասենց մի քիչ տաքացած է, կրքերը բորբոքված են եւ այսպես ասենք տարբեր կուսակցությունների, միավորների ընտրազանգվածը մոբիլիզացված է։ Եվ չափազանց ռիսկային է նման իրավիճակներում նման կարգի ապօրինությունների գնալ։ Ես կարծում եմ ինքը իր գլխին կբերի մեծ փորձանք, ինքը իր գլխին եւ խորհուրդ չի տա նման քարի դեր։ Պարոն նախագահ, մայիսի 28-ին մեծ զորահանդես է կազմակերպվում մայրաքաղաքում եւ իշխանության ներկայացուցիչներն ասում են, սա հաշվետվություն է քաղաքացիների համար, թե այս տարիներին ինչ զինտեխնիկա ենք մենք ձեռք բերել։ Եթե հաշվի առնենք, որ ձեր կառավարման տարիներին ձեռք բերված զենքերի մեծ մասը առանց որևէ կրակոցի հանձնվել է թշնամուն, ինչպես եք կարծում, ինչպես կվարվեն այս զենքերի հետ։ Եվ եթե թույլ տաք, կշարունակեմ Լիայի հարցը այն մասին, որ Փաշինյանն ասում է, եթե չվերընտրվեն պատերազմ է լինելու, նա նաև ժամանակահատված է նշում, ասում է սեպտեմբերին։ Եթե ենթադրենք, որ Փաշինյանը չի վերընտրվել եւ Ադրբեջանը այնուամենայնիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի նկատմամբ, ինչպիսին են լինելու ձեր քայլերը։ Պարադի վերաբերյալ կլինի պարադ, ես կառաջարկեմ նաև ձեզ նայել ինչ են ցույց տալիս, անմիջապես հաշվարկել գները այդ ցույց տված տեխնիկայի հնարավորությունները, տեխնիկական տվյալները եւ գալ եզրակացության։ Ես անպայման դա կմեկնաբանեմ։ Վերջը այդ գործից լավ եմ հասկանում։ Կմեկնաբանեմ, դուք կտեսնեք, որ մեծ խնդիրներ են ստեղծելու իրենք նաև բանակի համար, որովհետև այնինչ իրենք նկարագրել են, ցույց են տվել այդ կարճ ռոլիկի մեջ, ցույց է տալիս, որ իրենք ձեռք են բերել զինատեսակ, որը օգտագործել լինելու է պրոբլեմային։ Դու այդ զինատեսակը չես կարողանալու, այդ հրետանիները չես կարողանալու ապահովել արկերով։ Ինքը զինատեսակը անգամներով թանկ է, քան իր sense անալոգները ռուսական, արկերը երակի, քառակի ավելի թանկ են, քան ռուսական։ Իրենց այդ 8 միլիարդով ավելացած պարտքը, մեկը ինչ էլ ցույց տան չեն կարողանալու գտի տեղավորել այդ հսկայական պարտքի մեջ։ Կարծում եմ նպատակը սա է եւ ավելի շատ դա այդ զորահանդեսը լինելու է քարոշչական զորահանդես։ Մի հատ տեսնենք։ Ես իմ տպավորությունը եւ իմ ինֆորմացիայով մեր բանակը ավելի շատ պահակային բանակ է դարել, որովհետեւ չի երիքում զինվորների քանակը եւ մարդիկ շաբաթներով ուղղակի առաջի գծում ըստ էության պահակության ռեժիմով են ծառայում եւ այդ ժամանակը նույնիսկ չունեն լուրջ տրեյնինգ անցկացնելու համար։ Իսկ այսօրվա բանակը եւ այսօրվա ինչ որ տեսնում ենք Ուկրաինայի դեպքերից հետո այսօրվա մարտական գործողությունների էությունը շեշտակի փոխվել է։ Լրիվ ուրիշ կարգի տրեյնինգ է ուզում, լրիվ ուրիշ կարգի։ Սա առանձին թեմա է, առանձին թեմայի շուրջ երևի կարելի է երկար խոսալ, կարծում եմ հիմա չարժի։ Ավելի sense մեր մեկնաբանությունները կլինեն ամսի 28-ից հետո։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, եթե չվերընտրվի եւ Ադրբեջանը պատերազմ սկսի։ Ուղղակի շանտաժ է, որի հիմքում ոչինչ չկա, որի հիմքում կա իր մոլուցքը վերընտրվելու։ Ուրիշ բացատրություն ես չունեմ։